Նարեկ Կարապետյանի շուրջ հավաքված բոլոր մարդիկ աֆիլիացվածություն ունեն ու շատ սերտ աֆիլիացվածություն նախկին իշխանությունների հետ, սկսած Արամ Վարդևանյանը, որը որ հիմա արդեն Սամվել Կարապետյանի պաշտպանն է, բայց վերջի 4 տարին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն էր, դրանից հետո քաղաքական ուժի ներկայացուցիչ էր նաև, հետո պատգամավորական մանդատը դրեց, վերջացրած շատ այլ մարդկանցով, որոնք հենց օրինակ թիվ 5-ի լրագրողը, թիվ 5-ը բոլորիս հայտնի է որպես քոչարյանական լրատվամիջոց, կարծում նորություն չեմ ասում քաղաքացիներին, Քոչարյանին պատկանող անգամ լրատվամիջոց, թիվ 5-ի լրագրողը նրանց Սամվել Կարապետյանի ուժի խոսնակն է։ Ու սենց կապերը նրանց բոլորի շատ ակնհայտ են, բայց այստեղ մի փոքր տրամաբանական հարց եմ ուզում տալ։ Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ասում է, մենք երկուսով կանցնենք խորհրդարան, տարբերակ չունենք չմիանալու, պետք է միանանք խորհրդարանում արդեն հետընտրական փուլում, որպեսզի կարողանանք հաղթել քաղաքացիական պայմանագրին։ Այդ նշանակում որ արդեն իսկ տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացիական պայմանագիրը անհատապես երկուսից էլ ավելի շատ ձայներ է հավաքելու։ Նարեկ Կարապետյանը խոսքի ընթացքում ասում է, մենք չենք համագործակցելու նախընտրական շրջանում, դաշինք չենք ստեղծելու։ Դաշինք ստեղծելը ինչ է նշանակում հայրենակիցներ ջան, քաղաքականության մեջ շատ պրիմիտիվ գործիքակազմ է։ Ունենում ես քաղաքական գիծ, գաղափարախոսություն, այդ գաղափարախոսության հետ ով համաձայն է, միանում է։ Հիմա դուք բոլորը նույն գաղափարախոսության կրողն եք։